Ինչպիսի կանոններ է պետք պահպանել մանկական ատամնաբուժի սենյակում։ Խնդրում ենք հիշել հարգելի ծնողներ, այս սենյակը նախատեսված է մեր փոքրիկ հերոսների համար։ Ձեր խոսքերը եւ վարքը կարող է մեծ ազդեցություն ունենալ նրանց վրա։ Չօգտագործել նման արտահայտություններ մանկական ատամնաբուժի սենյակում։ Չվախենաս, չի ցավելու, մի լացիր, սա միայն փոքր ասեղիկ է, եթե լացես բժիշկը կզայրանա։ Նման վախեցնող եւ պատշող խոսքեր։ Սրանք շատ հաճախ ունենում են իրենց հակառակ էֆեկտը։ Փոխարենը եկեք օգտվենք դրական արտահայտություններից։ Դու շատ քաջ ես, մենք այսօր եկել ենք ատամիկները հաշվելու։ Արի գնանք ծանոթանանք, թե ինչ հետաքրքիր գործիքներ ունի բժիշկը։ Բժիշկը մեր ընկերն է։ Երեխաներն ավելի հանգիստ են, երբ զգում են աջակցություն, այլ ոչ թե ճնշում։ Խաղով եւ դրական խոսքերով կարելի է հաղթահարել եւ վախերը եւ անհանգստությունները։ Ձեզ շատ շնորհակալ ենք, հարգելի ծնողներ, մեզ հետ համագործակցելու եւ մեզ աջակցելու համար։